Աստծուն, Տիրոջ Աստված շատ օրհնի ձեզ։ Սիրելի եկեղեցի, կարող եք նստել, տեղավորվեք։ Փառք Աստծուն այսօրվա համար, ամեն։ Տիրոջը այսօր դու շատ լավ տեղում ես, ճիշտ տեղում ես, եկել ես Աստծուն փառաբերելու եւ եկել ես Աստծո հետ հանդիպում ունենալու։ Գիտեք, ես ինչ մեծ պատիվ եւ արտոնություն ա մեզ տրված հանդիպել Աստծո հետ, որ Տերը թույլ է տալիս, ամենակարող Աստվածը, Արարիչ Աստված թույլ է տալիս, որ մենք մոտենանք իրան։ Եվ մենք կոչվում ենք Աստծո զավակներ։ Հիանալի է, չէ՞։ Ամեն փառք Աստծո, մենք Աստծո զավակներ ենք։ Փառք Տիրոջը, նրա Որդու Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով գնված։ Եվ մենք ազատ ենք ամեն տեսակ այո կապանքներից, ազատ ենք այս աշխարհի խավարի գործերից։ Տերը մեզ ազատել է, ամեն։ Փառք Աստծո։ Մարդ կա, որ այսօր այստեղ առաջի անգամ է, թող ձեր բարձրացնի, օրհնում ենք ձեզ Հիսուսի անունով, Քույրիկ ջան, շատ ուրախ ենք ձեզ այսօր տեսնել մեր մեջ։ Վերջում ձեր համար կաղոթենք։ Համաձայնեք, Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն, սիրելի եկեղեցի, շարժվում ենք առաջ, որովհետև Տերը մեր հետ է։ Տերը մեր առջևից գնում է եւ խոսք ասում է Հիսուս Քրիստոսի հետքերով գնանք։ Ամեն այնքան կարևոր է, որ մենք Հիսուս Քրիստոսի հետքերով գնանք։ Տերը որտեղ մեզ տանում, որտեղ կանչում, որտեղ դրա մեջ ապահովություն կա։ Օրինակ, պատկերացրու sense ձյունա դրած եւ հետքեր ես տեսնում։ Հա, ձյան մեջ որ քայլում ենք, ոտնա հետքեր է, չէ՞ մնում։ Ես ուզում եմ պատկերավոր մենք հասկանանք այս տեսարանը եւ Տեր Հիսուս Քրիստոսը մեր առջևից գնում է եւ մենք կարող լինենք նրա հետքերով գնալ, այսինքն մեր ոտքերը դնենք այդ նույն ոտնահետքերի մեջ։ Բայց եթե մենք ուրիշ ճանապարհով գնանք, կմոլորվենք, կսխալվենք, կընկնենք, կկորենք, դրա համար շատ կարևոր է Հիսուսին հետևել։ Մենք Հիսուսի հետևորդներն ենք։ Իսկ նա մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Աստվածը։ Ամեն, փառք Աստծուն։ Ուզեմ անցնեմ այսօրվա խոսքին։ Տիրոջը շարունակում ենք մեր հավատքի հետ կապված մեր թեման շարունակվում այսօր արդեն երրորդ շաբաթն է, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ հավատքից եւ պատգամը նորից կառուցել եմ հավատքի վրա եւ կառուցել եմ հավատքով։ Ամեն, մենք կարիք ունենք, չէ՞, մեր հավատքը որ բարձրանա, ավելանա։ Սիրել, երբ որ Հիսուս Քրիստոսը համբարձվում էր երկինք, երբ որ իր աշակերտներին հավաքել էր եւ Տերը գնում էր երկինք, գիտեք իրանց չթողեց ինչ-որ հա տներ, չէ, ասես եկեղեցի կունենա, բայց եկեղեցու շենք չթողեց, չէ, աշակերտներին, փողեր չտվեց, չէ, ոչինչ չտվեց աշակերտներին Հիսուս Քրիստոսը նյութական, փող չտվեց, որտեղ փողերը Հուդան տարել էր, հիշում եք, չէ, Հուդան, փողերը Հուդայի մոտ էր, վերցրեց գնաց, բայց Տերը ինչ թողեց իր ժողովրդին, իր աշակերտներին, հավատք թողեց։ Գիտեք, Հիսուսը ամենակարող Աստված է, ինքը կարար ինչ-որ բաներ թողեր, կարար տուն, բան, ամեն ինչ շենքը տար, փողեր տար, ասել դե ծառայեք, բայց չթողեց, թողեց հավատք, որ այդ հավատքով կառուցել է ամեն ինչը։ Ամեն ինչպես Դավիթը խոսած այսօր, մեզ պետք է հավատք, որպեսզի կառուցենք եւ մենք կառուցում ենք Տիրոջ արքայությունը։ Մենք անում ենք այն, ինչ որ Տերը մեզ ասում է, գնում ենք այնտեղ, որտեղ Տերը մեզ կանչում է։ Ամեն, փառք Աստծո, այդ ամենի համար, այդ ամեն ինչի համար սիրել մեզ պետք է հավատք։ Այսօր էլ հավատքից կխոսամ, էլ չեմ խոսա, լավ, թեման կփոխենք։ Բայց ես հավատում եմ, որ ով որ ուշադիր էր այս 3 շաբաթվա մեջ, մեր հետ էր, Սուրբ Հոգու հետ էր, իր մոտ հավատքը հաստատ ավելանալու է։ Անցած շաբաթ խոսացինք հավատքով հարուստ լինելու համար։ Ով է հեչ հավատքով հարստացել, մենք ուզում ենք հավատքով հարստանալ։ Բայց այսօր մի քիչ
ավելի խորին ենք գնալու։ Այսօր խոսալու ենք ազատագրող հավատքի մասին։ Ազատագրող հավատքի մասին ենք այսօր խոսալու, ժողովուրդ ջան։ Որովհետև Տերը ասեց, որ հավատքով ամեն բան հնարավոր է։ Մենք հավատքով ենք բժշկվում, հավատքով ենք ազատագրվում, հավատքով ենք ազատագրում մարդկանց եւ հավատքով է լինում հրաշքներ։ Չէ, այսօրով հրաշքի կարիք ունի։ Հալելույա։ Հրաշքը քեզանից հեռու չի, ասեմ։ Ես չեմ ասում դա, Աստծո խոսքն է ասում։ Հռոմեացիների 10-րդ գլուխը հրաշքը քեզ շատ մոտ է, քո սրտի մեջ է, քո շուրթերի վրա է, դա նշանակում է, որ պետք է հավատաս եւ հավատքի խոսքեր ասես, այո։ Ինչ լուչի կամ անկալի։ Լույսը։ Այրեխեներ։ Սիրել մենք հավատում ենք հոգևոր աշխարհին, չէ՞։ Հավատում ենք հոգևոր աշխարհին եւ գիտենք, որ մարդիկ կարիք ունեն ազատագրման։ Ինչից ազատագրման, ամեն ինչից։ Այս աշխարհից մարդիկ ունեն ազատագրման։ Ինքան կարևոր է, որ լրջանակ ու ստեղ լինենք ու հեռախոսները անջատենք, որովհետև այսօր մենք բոլորս ազատագրվելու ենք։ Ես գիտեք ինչ եմ ուզում, ինչ կարծրատիպ եմ ուզում կոտրել այսօր, որ եթե ես հավատացյալ եմ, ես ազատագրվելու կարիք չունեմ, իսկ ով է ասում։ Դու կարիք ունես ազատագրվելու, գիտես ինչից կամ ումից։ Լավ չեմ ասում դևերից, բայց չվախենաք ժողովուրդ։ Քո բնավորությունից, քեզանից, քո մտածելակերպից։ Ընդհանրապես Հիսուս Քրիստոսը մեզ ազատել է, ու մենք պետք է ազատ ապրենք։ Իսկ այս աշխարհում կան շատ բաներ, որ կարան մեզ կապեն, կան շատ բաներ, որոնք կարան մեր վրա ազդեն, ազդեցություն ունենան, մեզ խանգարեն, ճնշեն, վախեցնեն։ Եվ այս ամեն ինչից մենք պետք է ազատ լինենք։ Որտեղ դրանք մեր շուրջը անընդհատ պտտվում են։ Ժողովուրդ ջան, եւ եկեղեցի գալը շատ լավ Աստված օրհնի քեզ, բայց դեռ չի երաշխավորում, որ այդ ամեն ինչը մեզ վրա չի գալիս։ Ես իմ վրա զգում եմ միշտ, որ գալիս է իմ վրա ճնշում, գալիս է իմ վրա հարձակում, գալիս է նեղություն, գալիս է փորձություն։ Նույնիսկ Սատանան Հիսուս Քրիստոսին փորձեց։ Առավել եւս մենք, ինչքան կգա ճնշումներ, ինչքան կգա փորձություն, ինչքան կգա թմրություն, ինչքան կգա վախ եւ նմանատիպ շատ բաներ։ Բայց Աստված ուզում է, որ մենք այդ ամեն ինչից ազատ լինենք։ Եվ դրա համար էլ Հիսուսը եկավ խաչի վրա մահացավ, որ մենք այդ ամեն ինչից ազատ լինենք։ Լավ, ուզում եմ տես չմտածենք, որ մենք, քանի որ հավատացյալ ենք, ազատագրվելու կարիք չունենք։ Մենք ունենք կարիք, ժողովուրդ ջան, իսկ ազատագրվելու համար, ազատ լինելու համար մեզ պետք է ինչ, պետք է հավատք։ Իսկ այդ հավատքը Տերը, նորից ասեմ, որ մեզ տվել է։ Մարկոս ավետարան 16:17 Մարկոս ավետարան 16-րդ գլուխ 17-րդ խոսք գրված է Տեր Հիսուսի խոսքերը։ Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, սա Աստվածաշունչ է։ Եվ սա Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ Ովքեր հավատան, դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք հավատում ենք։ Եվ դրա համար ինչ պետք է անենք։ Պետք է ազատագրվենք եւ ազատագրենք մարդկանց նույնպես, որտեղ մարդիկ ունեն դրա կարիքը։ Ժողովուրդ ջան, կան խնդիրներ, որոնք առանց ազատագրման չեն լուծվում։ Կրկնում եմ, կան խնդիրներ, կան իրավիճակներ, որոնք առանց ազատագրման այդ հարցը չի լուծվելու, որովհետև դրա հետևում կանգնած է ինչ-որ ուժ, որը խանգարում է։
Եվ Հիսուս Քրիստոսը տվել է մեզ իշխանություն եւ զորություն այդ ուժերին վռնդելու, քշելու, հեռացնելու մեզանից կամ այն մարդուց, ով ունի դրա կարիքը։ Եվ մենք կանչված ենք որպես եկեղեցի, որպես Քրիստոսի աշակերտներ, հավատանք այնքան, որ մենք ազատ լինենք ու գնանք այդ մարդկանց էլ ազատենք այդ ուժերից։ Ամեն։ Իսկ այդ չար ուժերից ազատվելու համար հատուկ մարդիկ պետք չեն։ Պետք չի Երևանից մարդ կանչել, արդեն եկել է։ Պետք չի հատուկ ինչ-որ անուն ազգանուններ։ Գիտեք ինչա պետք։ Հավատք եւ Հիսուս Քրիստոսի անունը։ Հավատք եւ Հիսուս Քրիստոսի անունը։ Լսի, դու կարող ես գնաս, ինչ-որ մեկը, որ խնդիր ունի, որ չարաչար տանջվում է, որ խնդիրների մեջ է, դիվային ազդեցության տակ է, դու կարող ես գնալ եւ Հիսուս Քրիստոսի անունով եւ այն հավատքով, որ քո մեջ կա, եթե կա իհարկե, այդ մարդուն ազատես։ Բայց նախ եւ առաջ մենք էլ պետք է ազատ լինենք։ Այսօր ուզում եմ այս երկուսը միացնեմ իրար։ Մենք ազատ լինենք, որպեսզի կարող լինենք ուրիշներին էլ ազատել։ Ինչով? Հավատքով եւ Հիսուս Քրիստոսի անունով։ Հատուկ բաներ պետք չի։ Խոսքը գրված է իմ անունով, այսինքն Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք Տիրոջը, սա մեծ արտոնություն է մեզ տրված, ժողովուրդ ջան։ Ուզեմ մի պատմություն նայենք միասին Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 22-ից 28-րդ խոսք։ Մատթեոս 15, 22, 28։ Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր եւ ասում նրան. ողորմիր ինձ Տեր, Դավթի որդի, իմ աղջիկը տառապում է դևից։ Այստեղ գրած է չարաչար դիվահարվում է։ Սակայն Հիսուսը նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան եւ խնդրում էին նրան ասելով. «Արձակիր նրան, որովհետեւ աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը պատասխանեց ու ասեց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Իսկ կինը եկել եւ նրան երկրպագում էր ասելով. «Տեր, օգնիր ինձ»։ Դուք տեսնում եք այս կնոջ հավատքը, այս կնոջ համառությունը։ Մեզ մեկ-մեկ ժողովուրդ ջան մտածում են պակասում այսի։ Տեսեք, Հիսուսը իրեն չի խոսում, իր համար չի աղոթում, այսպես ասած իրան բանի տեղ չի դնում, բայց ինքը համառությամբ կպել է, ասում է եկել է երկրպագում է, էլ ճանապարհ չունի ինքը այլընտրանք չունի ժողովուրդ ջան։ Մեկ-մեկ լինում է մեր կյանքերում մի հատ վիճակ, որ հասկանում ենք մենք այլևս ուրիշ ճանապարհ չունենք, մենք Տերը կարա մեզ օգնի։ Եվ այս կինը հասկացել է, որտեղ իր աղջիկը վատ վիճակում, ասում է չարաչար տանջվում էր։ Եվ ինքը գիտեր, հավատում էր, որ Հիսուսը կարա իրան օգնի։ Ասում է Տեր օգնիր ինձ։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. լավ չի երեխաների հացն առնել եւ շների առաջ նետել։ Պատկերացնում եք, այս կնոջը նույնիսկ այդպես վերաբերվեց, այսպիսի բառ ասեց։ Իսկ նա ասաց. այո Տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում։ Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան եւ ասեց. ով կին, մեծ է քո հավատքը, թող քեզ քո ուզածի պես լինի։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Պատկերացնում եք, Հիսուսը տեսավ այդ կնոջ նվիրումը, կնոջ համառությունը եւ ասեց. ով կին, մեծ է քո հավատքը։ Որովհետեւ սիրելիներ, հավատքը չի հանձնվում։ Հավատքը չի հարցնում կարելի է թե չէ։ Հավատքը չի վախենում, չի կասկածում, հավատքը միջև վերջ գնում է։ Հավատքը կեսից հետ չի կանգնում։ Հավատքը սխալ ու վատ բաներ
չի մտածում։ Երկար բարակ չի մտածում։ Հավատքը դա գործում է ներսից, եւ դա գործողությունը, այո, մենք խոսել ենք դրա մասին, եւ այս կինը այդ գործողությունը արեց, ինքը հավատաց, ինքը միջև վերջ գնաց, ասեմ ձեզ, հավատքը չի նեղանում։ Տեսեք, այս կինը բոլոր այս պայմանները ուներ նեղանալու։ Չէ, Հիսուս ասեց շների առաջ։ Սա երկար պատմություն է, Հիսուսը չէր վիրավորում։ Այն ժամանակ Իսրայելում, ով Իսրայել ազգից չէր, իրանց համար իրանք այդպես են վերաբերվում։ Կարծես շան։ Բայց այս կինը չնեղացավ, ինքը չհանձնվեց, ինքը միջև վերջ գնաց։ Եվ դրա համար ինքը զարմացրեց Հիսուս Քրիստոսին։ Տիրոջը զարմացրեց, ասում է, ով կին, մեծ է քո հավատքը, եւ քեզ կլինի քո հավատքի պես։ Եվ ասում է, հենց այդ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Ուզում եք չէ մենք էլ այդպիսի հավատք ունենք։ Հենց այդ պահին, լսի, հենց այս պահին, մենք խոսացինք, չէ, հավատքը դա վաղը չի, հավատքը մյուս տարի չի, քո հրաշքը վաղը չի, հենց այդ պահին է քո հավատքը։ Հենց այս պահին, հենց այս ժամին դու կարող ես վերցնել քո հրաշքը։ Եթե հավատաս, եթե չնեղանաս, եթե չերկմտես, չթուլանաս։ Ամեն։ Վատ բաներ չմտածես, չկասկածես։ Այս ամեն ինչ ասում եմ կարա մեր հավատքին խանգարի ու խփի, ժողովուրդ ջան, բայց մենք պետք է թողենք այդ ամեն ինչը։ Հիշում եք Աննայի պատմությունը, Սամուել մարգարեի մայրը Աննան, երբ որ խնդիրների մեջ էր եւ երեխա չէր ունենում, երկար տարիներ։ Եվ ասում Աննան գնացել էր տաճար եւ տաճարի մեջ աղոթք էր անում օր ու գիշեր, տաճարից դուրս չէր գալիս, լացում էր անընդհատ, լացում էր, Տիրոջը աղաղակում էր, տանջվում էր, աղոթք էր անում։ Եվ քահանան այդ ժամանակվա հեղի քահանա հարցնում է ինչ է կատարվում, եւ Աննան ասում է ես այսպիսի խնդիր ունեմ, ես երեխա չեմ ունենում, իսկ այն ժամանակ խնդիր էր, ամոթ էր, որ երեխա չէր ունենում, անարգում էին իրան, եւ ինքը շատ տանջվում էր դրանից։ Եվ մի անգամ հեղի քահանան մոտենում, ասում է հերիք ա լացես, ասում է բա ինչ անեմ, դա առաջի թագավորած, հենց առաջի գլխից գրված է, կարող եք կարդալ, որպեսզի պատմությունը երկար չկարդամ, ասում է դու 1 տարուց երեխա ես ունենալու։ Ու վերջ, ասում ու գնում է։ Ու գիտեք ինչ է կատարվում Աննայի հետ։ Վերջ, վեր կացավ ինքը, արցունքները մաքրեց եւ ուրախ ման է գալիս։ Եվ բոլորը գիտեին Աննայի վիճակը, երբ որ տեսնում էին Աննան սենց ուրախ ման է գալիս, բան, էլ չի լացում, էլ տաճար չի գնում, ասում էին, հա ինչ կա։ Ահա հղի ես խաբար, ասպա չէ։ Հղի չեմ, բայց հաստատ մի տարից երեխա եմ ունենալ, որովհետև հավատաց, որովհետև երկար բարակ չմտածեց, չասես սպասիրա մի հատ է գնամ ստուգվեմ, սպասի մի հատ գնամ ճշտեմ, սպասի մի հատ գնամ կողքի եկեղեցու հովիվին հարցնեմ, սպասի գնամ Երևանում մի հատ մարգարե կա, այ որ այդ մարգարեն է ձեռը դնի ասի, այդ սպասի վերջ գնացել։ Բայց կարա քեզ քո կողքի մարդը հավատքով Աստծուց մի խոսք ասի, ու դու չկասկածես ու լինի։ Իսկ մեկ ընկած, ասում ենք Ամերիկայից մեկը գա, ասես բոյով կյաժ մազերով։ Անպայմանը տես պտի լինի, նիհար, իմ հակառակ թե բանն է ասում։ Այդպես մարդիկ, որ անգլերեն բաներ են ասում ենք հա, ճիշտ է։ Բայց որ մեր կողքի, մեր ընկերը բան, որ մի քիչ առաջ այգում գործ էր անում, ինքը որ բան ասում, չէ, կասկածում են, բայց Աստված է անողը։ Ժողովուրդ ջան։ Վերջ, ու որ եղել է, էլ կասկածի տեղի չկա, էլ էխո բան, էլ տես բաներ պետք չկա։ Всё ասել է, ես հավատում եմ, հավատքով վերցրեց ու մի տարի հետո երեխա ունեցավ։ Ամեն, իր հրաշքը տեղի ունեցավ։ Ժողովուրդ ջան, հավատքն է փոխում։
Այն հավատքը, որը չի կասկածում, այն հավատքը, որը երկար բարակ ասեցի, չի մտածում, վերցնենք, դնենք, մի հատ ստուգենք, մի հատ փորձենք։ Եկել է խոսքը, Աստծո խոսքից կարդացել ես, կպել է սրտից, հավատքով վերցնում։ Վերջ կլինի քեզ։ Ամեն, որովհետև հավատքը ուղեղով հասկանալու չի, այլ սրտով վստահել Աստծուն։ Մենք զոր ենք տալիս, սենց ասած, ու ընկնում ենք տարբեր բաների ետևից, բայց շատ բան պետք չի, ժողովուրդ, վստահել Աստծո խոսքին ու սրտով հավատալ, եւ քո հրաշքը կգա եւ կհասնի քեզ։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Իտեղ էլ նայենք միասին Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 12-ից 14-րդ խոսքը։ Մարկոս ավետարան 11 գլուխ 12-ից 14։ Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվից տեսնելով մի թզենի մոտեցավ ու նրա վրա որևէ մի բան չգտավ։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ Հիսուսը ասեց թզենուն. թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան։ Եվ նրա աշակերտները լսում էին։ Հետաքրքիր պատմություն է, սա շատ են քննարկում։ Ոնց էր Հիսուսը սպասում, որ թզենի վրա թուզ կլներ, եթե ժամանակը չէր, ես չգիտեմ, բայց Հիսուսը ասում է անիծեց այս թզենին, ասեց թող այլևս քեզ վրա պտուղ չլինի։ Ասում աշակերտները լսում էին, ու զեն չէին հանում, ոչ մեկ չէր ասում, բայց ինչ եթե թզենու ժամանակը չի, ոնց կարա լինի բան։ Լսում էին, հլը սպասում էին, տենային ինչ ա լինելու։ Եվ այս պատմությանը շարունակություն կա, մի քիչ բաներ ա տեղի ունենում այդ ընթացքում, բայց 20-րդ խոսքից նույն գլխի մենք նորից կարդանք 20-ից 24-րդ խոսքը։ Եվ առավոտած անցնելիս տեսան այդ թզի ծառը արմատից չորացած։ Այս աշակերտները հետաքրքիր է, որ սպասում էին, ոչինչ չէին ձեռնարկում, չէին ասում, դե Տերը ասել է, եկեք գնանք գիշերը, ժավել բան, սալյարկա բան լցնենք, թող թզենին չորանա։ Իրանք հավատում էին, որ Հիսուսի ասածը ասած է, եթե ասել է, ուրեմն կլինի, չէ։ Եվ ասում առավոտ տեսան, որ ծառը արմատից չորացած, եւ Պետրոսը հիշելով ասեց նրան. Ռաբբի, տես այն թզենին, որ անիծեցիր, չորացավ։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. Աստծո հավատքը ունեցեք։ Այստեղ դրսևորվեց Աստծո հավատքը, եւ նույնը Հիսուս Քրիստոսը ասում է իր աշակերտներին, մեզ էլի այսինքն Աստծո հավատքը ունեցեք։ Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի վեր կաց եւ ծովը ընկի եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է կլինի նրան, կլինի ինչ որ ասում է։ Բարդ նախադասություններ, բայց շատ կարևոր։ Եթե դու քո ինչ-որ մի բան ես ասում, բայց քո սրտի մեջ չես երգմտում, ինչ որ ասում ես կլինի, եթե հավատաս, եթե չկասկածես։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ամեն։ Այստեղ ամենակարևոր խոսքը որն է։ Հավատացեք։ Թե չգիտեք, մենք կարանք երկար աղոթենք, տարբեր բաներ կարանք անենք, կարանք ծոմեր պահենք, կարանք գանք եկեղեցի, բայց ամենակարևորը այստեղ, եթե ուզում ես քո աղոթքը պատասխանվի, այստեղ պետք է հավատք։ Հավատացեք, որ կառնեք, հավատացեք, որ կունենաք, հավատացեք, որ կստանաք, ինչ որ աղոթք անեք եւ ձեր սրտի մեջ չերկմտեք։ Շատ կարևոր է սա։ Չերկմտելը։ Գիտես ինչպես հավատքն է գործողություն,
այնպես էլ այս երկմտանքն է գործողություն։ Չէ, ես ասեցի մարդիկ կարան գան այստեղ ոգևորվեն, լցվեն, բայց հետո գնան ինչ-որ բաներ ձեռնարկեն։ Տեր, ես հավատում եմ, որ դու ինձ կօրհնես, հետո գնան պարտ քանեն, հետո գնան վարկ վերցնեն։ Ես դեմ չեմ, դա ուղղակի օրինակ եմ բերում։ Ինչ-որ գործողություններ անեն մարդկային, որ Աստված չի ասել իրանց։ Այստեղ այլևս հավատք չկա, եւ եթե հավատք չկա, պետք չի որ մենք սպասենք, որ Աստված ինչ-որ բան կանի։ Մենք ինչ-որ բան խնդրում ենք Աստծուց եւ սպասում ենք, որ Աստված ինչ-որ մեր խնդրվածքը կտա, հետո մի քիչ սպասում ենք, մի 15 րոպե, հետո մենք ենք սկսում ձեռնարկել։ Հենց Աստված չի հասցնում օգնի, մեր ձեռնարկածն ինչ պետք է լինի։ Կիսատ, բռատ, վատ, ժամանակավոր։ Ժողովուրդ, մենք պետք է հավատանք ու սպասենք, որ Աստված կանի այն, ինչ որ ինքն է ուզում, եւ սրա մեջ օրհնություն եւ հաղթանակ կա։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Գնանք առաջ։ Ես ասացի, որ հավատքը վատ եւ սխալ բաներ չի անում, չի ասում։ Նաեւ կարեւոր է մեր բերանի խոսքը, ինչեր ենք մենք ասում։ Եվ արդյոք մենք մեր ասացին հավատում ենք, թե չէ։ Եթե մենք լավ բաներ ասենք, լավ բաներ հռչակենք մեր կյանքերի մեջ, հավատքով լավ բաներ խոսանք, այդ լավ բաները կգա։ Մենք գիտեք, մենք ասես աղոթում ենք մեր, օրինակ երեխաների համար, մեր ընտանիքի անդամների համար, կնոջ համար, ամուսնու համար։ Մենք էլ տեսնում ես, ասում է, չի ստացվի, քեզանից բան դուրս չի գա, դու մարդ չես դառնա, դու մեկա չես փոխվի, դու նույնն ես։ Գնում աղոթում, ես նա թեթև, դու չես փոխվի մեկա, դու մեկա էս ես, են ես, վատ խոսքեր ենք ասում։ Դա նշանակում է, որ քո աղոթքը տեղ չի հասնում, որտեղ դրա մեջ հավատք չկա։ Որտեղ հենց քո բերանի խոսքերով դու քանդեցիր այն, ինչ որ աղոթում էիր։ Բայց երբ որ մենք լավ խոսքեր ասենք, լավ բառեր ասենք, ճիշտ հռչակումներ անենք ու հավատանք մեր ասածին, դա էլ մեր կյանքում կկատարվի։ Մեր խոսքի մեջ զորություն կա, թե լավ եւ թե վատ։ Փառք Աստծուն։ Եվ մյուսը մենք ասացի, որ չպետք է երկմտենք։ Գիտես, երկմտելով ինչքան էլ դու ուզենաս, էլի գանք ազատագրման թեմային։ Երկմտելով ինչքան էլ ուզենաս ազատագրվես կամ ինչ-որ մեկին ազատես, չի ստացվելու։ Որովհետև այդ դևին, որ ասում ես, օրինակ, բաց թողի ինձ կամ դուրս արի, ինքը հասկանում է դու երկմտում ես, թե հավատքով ես։ Ինքը շատ լավ հասկանում է։ Մենք տեսել եք, չէ, ասում տղեկ հետ եկեք կատական։ Այ մեկ մենք ասում ենք, բայց մենք էլ մեր ասածին չենք հավատում։ Բայց երբ որ ասում ես հավատքով, այ դրա մեջ զորություն կա։ Բայց երկմտանքով ասածի մեջ զորություն չկա։ Եվ դրա համար էլ չի գալիս ազատությունը։ Ժողովուրդ, մարդիկ չեն ազատագրվում գոռալով, քաշքշելով, գետնին գցելով եւ այս տեսակ տարբեր դրսևորումներով։ Մարդիկ ազատագրվում են հավատքով։ Դուք գիտեք, որ ես ինձ ազատագրում եմ։ Ես կարում եմ ես ինձ ազատագրեմ, ժողովուրդ։ Ես կարում եմ քշեմ նրանց, ովքեր գալիս եւ խանգարում են ինձ։ Եվ դա հնարավոր է, եւ այդ իշխանությունը իրավունքը քեզ էլ է տրված։ Այո, եթե չի ստացվում եկեղեցին նրա համար, որպեսզի իրար օգնենք, միաբան աղոթենք եւ այլն։ Բայց պետք չի կենտրոնանալ, որ ես չեմ կարա, դե ես ով եմ։
Չէ։ Դու Աստծո մարդ ես։ Դու հավատք ունես, Հիսուս Քրիստոսի անունը կարողանում ես տալ, ուրեմն քո կյանքում կլինի այդ ամեն ինչը։ Դու կարող ես դու քեզ օգնես եւ ուրիշներին էլ օգնես։ Չպետք է նայենք այդ դրսևորումներին։ Դու ինքդ կարող ես քեզ ազատել։ Ամեն։ Շատ կարևոր է ժողովուրդ ջան, որ մեր խոսքերի եւ մեր մտքերի մեջ լինի կարգ ու կանոն։ Սա շատ կարևոր է։ Եթե մարդու մոտ խառնաշփոթ է, եթե մարդու մոտ անորոշություն է, իր խոսքը այլևս զորություն եւ օգուտ չունի։ Եթե մարդը խառն է, շփոթված է, քաոսի մեջ է, վախերի մեջ է, ինչքան ուզում է գոռա, ինչքան ուզում է ասի, իրան ոչ մեկ չի լսելու։ Շատ կարևոր է, որ մեր մտքերի մեջ, շատ կարևոր է, որ մեր սրտի մեջ, մեր բնավորության մեջ, մեր ապրելակերպի մեջ, մեր քրիստոնեության մեջ լինի աստվածային կարգ ու կանոն։ Մենք պահենք այդ կարգ ու կանոնը, լինենք Աստծո տան մեջ, ապրենք Աստծո խոսքով, պահենք նրա օրենքները եւ նրա պատվիրանները, սա է աստվածային կարգ ու կանոնը, բայց եթե աստվածային կարգ ու կանոնը չկա, մարդը ինչ ուզում անում է, մարդը ոնց ուզում վարվում է, ինչ ուզում խոսում է, ում հետ ուզում ընկերություն անում, չէ՞ որ խոսքը ասում է չարընկերակցություններից հեռու մնա։ Հասկանում մենք ես չեմ կարող գամ այստեղ Աստծո խոսք խոսամ աղոթեմ ու երեկոյան ընկերներիս հետ գնամ գարեջուր խմելու։ Եթե այդպես անեմ, ինձ ոչ մեկ չի լսի։ Ինձ այդ հոգևոր աշխարհը չի հնազանդվի։ Ինչքան էլ ես ուզում եմ գոռամ Հիսուս Քրիստոսի անունով, ինչքան էլ ասեմ ես հավատում եմ, ես գիտեմ, եթե կարգ ու կանոն չկա, եթե աստվածավայել կյանք չկա, սրբություն չկա, դες ոչ կարաս ազատագրվես, ոչ էլ կարաս ազատագրես։ Իսկ մենք ուզում ենք, չէ, երկուսն էլ անենք, մենք կանչված ենք մարդկանց ազատելու համար, բայց շատ կարևոր է, ես ուզեցի այս թեմային անդրադառնամ աստվածային կարգ ու կանոն։ Սրա մեջ շատ մեծ թեմա կա, բայց ես որոշ բաներ ասեցի։ Ապրել այնպես, ինչպես խոսքն է պատվիրում եւ ինչպես խոսքն է ասում։ Ամեն։ Որովհետեւ մենք այդ իշխանությունը ունենք, բայց որպեսզի իշխանությունը գործի, դրա համար պետք է մենք խոսքի համեմատ ապրենք։ Ուզում ես չէ իշխանությունը գործի, ուրեմն խոսքի համեմատ պետք է ապրես, կարգ ու կանոնի մեջ պետք է լինես։ Չես կարող օլոր-մոլոր ճանապարհներով գնաս, չես սկզբից որ ասի Հիսուսի հետքերից դուրս գաս, հետո գնաս ուզենաս դև անես, չես կարող, խնդիր կունենաս։ Չեմ ասում ինչ խնդիր։ Մեր խոսքերը եւ մեր ապրելակերպը պետք է համապատասխանի իրար։ Մեր խոսքերը եւ մեր ապրելակերպը։ Եթե մենք մի բան խոսում ենք, բայց ուրիշ բան անում ենք, չի համապատասխանում իրար։ Զորությունը չի գործել։ Ես ուզում եմ, որ այստեղ ամեն մեկիս կյանքում այդ զորությունը գործի, որովհետև իրոք ժողովուրդ ջան, հավատացեք, մենք ունենք կարիք ազատվելու, եւ մարդիկ ունեն կարիք ազատագրվելու, եւ մենք դա պետք է անենք, բայց ինչպես անենք, ինչպես զորությունը գործի, հավատքով, այո, հավատքով։ Իսկ հավատք իրենից պահանջում է ապրել Աստծո խոսքով, պահել Աստծո պատվիրանները եւ օրենքները եւ պահել Աստծո կարգ ու կանոնը։ Լինել հավատարիմ, լինել նվիրված, լինել միշտ ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Խառնաշփոթ, անորոշ կյանքով ապրելով, խառը կյանքով ապրելով չենք կարող հասնել այս ամեն ինչին։ Մի պատմություն եմ ուզում պատմեմ Յոնգիչոյի մասին, եթե ով չի ճանաչում, ասեմ, որ Յոնգիչոն շատ հզոր մեծ Աստծո ծառա էր, ինքը հիմա ննջել է երկնքում է, Հարավային Կորեայում ինքը ուներ շատ մեծ եկեղեցի եւ ինքը իր գրքերում ասում է եւ իր քարոզներում նույնպես ասում էր, մեր մոտ Երևանում նույնպես ծառայել է մեր եկեղեցում Յոնգիչոն եւ ասում է, որ ինքը օրը 3-ից 6 ժամ աղոթք էր անում։ Պատկերացնում եք 6 ժամ ինքը ամեն օր աղոթք էր անում 3-ական ժամով եւ մի օր տենց ինքը պատմում ասում է
խնդիրների մեջ էի, ասում անընդհատ այս ճնշումներ էր գալիս իմ վրա, եկեղեցում խնդիրներ կար, պատկերացնում եք, եկեղեցում 700,000 մարդ, 70 հոգի ա լավ չէ, 700,000 մարդ եկեղեցում, պատկերացնում եք ինչքան մեծ ճնշումներ իրա վրա կգան, ինչքան խնդիրներ կլինի իրա վրա, ու սենց ասում մի օր սենց նեղված, հալածված, տանջված, տենց չարախոսում են, ստեղ բամբասում են, այդ կորիանել քրիստոնեական երկիր չի պետությունը հալածում է, մի խոսքով տենց ասում է, ահա որ վատ վիճակով, նեղված, գնում եմ տուն, ու ասում ուզում եմ հանգստանամ մի քիչ, այդ ձև ասում մտնում եմ իմ ննջասենյակ, մեկ էլ ասում կինս հանգիստ իր համար քնած է, եւ հանգիստ իր համար քնած է, հերիք չի հետնել ուժեղ խռմփացնում է, ու ասում ասեց նայում եմ կնոջս, ասում եմ Աստված ջան, ես ինչ վիճակ է, էլի, այդ վիճակը նենց, ես կին, ես ինչ կին եմ ես ուզել, ես խիա սենց խռմփացնում, հիմա ես որտեղ հանգստանամ, հիմա ինչ անեմ, ինչ է իմ կյանքում ամեն ինչ այսքան վատ, էլով ասում տենց, ինչ է իմ կյանքում ամեն ինչ այսքան վատ, Աստված ջան, բայց գիտեք, Ուսես նեղված, ասում եմ շատ նեղված եմ, այդ կինն է մի կողմիցս նայում եմ, ասում եմ ես ով է вообще, ասես վիճակ է էլի մոտը, ու կարևորը ստեղ գիտեք որն է, որ ինչքան կարևոր է, որ մարդը Աստծո խոսքի ծանոթ է ու ողջամիտ է, adekvat է, ինքը արթուն է, ասում եմ ես մի պահ սենց ինձ բռնացրեցի, որ ես սենց բողոքի մեջ եմ, սենց ու հասկացած նա, որ այդ դեպրեսիայի ոգին իմ վրա է, ու հասկանում եք, Կորեայում Յոնգիչոյից բարձր հովիվ չկա, որ ինքը գնասի մի հատ ինձ կազատագրեք, ասում ես վեր կացա, ննջարանից դուրս եկա, և ասում կանգնեցի, ասում ես հասկացա ինչում է խնդիրը, ու ասեցի դեպրեսիայի ոգի, հենց հիմա, Հիսուս Քրիստոսի անով քեզ ասում եմ բաց թողից ու հեռացի ինձանից։ Հիսուս Քրիստոսի անունով ասում եմ ես հավատքով կանգնեցի եւ ասում եմ դեպրեսիայի ոգին, որ ճնշում էր ինձ, որ ամեն ինչ իմ վրա ազդում էր, որ սենց լարված էր ամեն ինչ, ասում եմ մեկ էլ լուսավորվեց ամեն ինչ։ Մեկ էլ ասում եմ սենց խաղաղություն եկավ իմ ներսում։ Ասում եմ ես սկսեցի մտածել այն ժողովրդի մասին եկեղեցում, ումից նեղվում էի, ասում եմ հանկարծ մտածեցի, որ ես թեկուզ այն ժամին գիշերվա 3-ին ում տուն էլ գնամ, ինձ գիտեք ոնց կհյուրասիրեն, դեմս ինչ սեղան կգցեն, ասում եմ սկսեցի լավ տրամադրվել եւ ամեն ինչ անցավ, լուսավորվեցի, խաղաղվեցի եւ ասում եմ մտնում եմ ննջասենյակ եւ տեսնում եմ ինչ, կինս խռմփացնում ան ինձերի, բայց այդ խռմփոցը էլի վրա չի ազդում, այնքան քաղցր ասեմ Աստված ջան, այնքան շնորհակալ եմ ես կնոջս համար, ինչ լավ է որ ինքն է իմ կինը, բայց 10 րոպե առաջ ասում էի Տեր եսում ես ինձ տվել, հասկանում եք մի հատ աղոթքը, որ ազատեց իրան, ժողովուրդ, եթե Յոնգիչոյի վրա եկել այդ ոգին, լսեք մենք ով ենք, որ մեր վրա չէ, եթե Պողոս առաքյալի վրա գալիս էր, գիտես ամեն մեկից վրա էր կարա գա, բայց մենք ոչ թե պետքա դրա տակ մնանք, տենանք մեզ ով կօգնի, տենանք ինչ պետք է անենք, ստեղ պետքա գործի մեր հավատքը, մենք հավատքով կանգնենք ու ասենք հեռու գնա ինձանից դեպրեսիայի ոգի, հեռացի ինձանից վախի ոգի, հեռացի ինձանից, չգիտեմ, այս ամեն ինչը, այս ճնշումները, ինչը որ կա ամեն մեկի հետևում մի դև կա կանգնած, և դու ունես այդ իշխանությունը, ունես այդ զորությունը, ունես այդ իրավունքը քշելու հեռացնելու դրան քեզանից և կտեսնես, որ քո կյանքում կգա ազատություն։ Ամեն, փառք Հիսուսին։ Ես ուզում եմ, այնքան եմ ուզում ժողովուրդ, քո հավատքը բարձրանա եւ դու հավատքի քայլեր անես։ Եվ այսօր ազատագրող հավատք կա մեր մեջ, ազատագրող հավատք, որ մենք հասկանանք, որ մենք կարող ենք ազատ ապրել ճնշումներից, ազատ ապրել չար ուժերից, ազատ ապրել սատանայի փորձություններից,
եւ հարձակումներից։ Եվ դա քեզ մոտ կստացվի, որովհետեւ դու լավ տեղում ես։ Եվ Տերն է քո հետ է։ Հալելույա, ամենակարևորը Տիրոջը։ Լսեք, նրանք, ովքեր չեն օգտագործում իրենց տրված իշխանությունը, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա տվեց, ովքեր չեն օգտագործում այդ իշխանությունը, մնում են խավարի եւ անորոշության մեջ։ Գիտեք, դա էլ է տեսել որ մարդիկ մնացել են այդտեղ, երբ որ իրան ասում ես, ինքը ոնց որ փակ լինի, չի ասպարը, ոնց։ Ինչի ես կարա, ինչի հնարավոր էր, իհարկե հնարավոր էր։ Ովքեր չեն օգտագործում իրանց տված իշխանությունը եւ զորությունը, մնում են այդ խավարի մեջ, մնում են այդ դժվար վիճակի մեջ, մնում են այդ տանջանքի մեջ, այդ անորոշության, այդ վախերի մեջ։ Բայց Աստված Հիսուս Քրիստոսը տվել է քեզ իշխանություն, զորություն, իրավունք օգտագործելու։ Այդ իշխանությունը ում դեմ, չարի ուժերի դեմ, լսի, ոչ թե մարդու դեմ, ոչ թե հարևանի դեմ, ոչ թե մարդու դեմ, կամ չգիտեմ ում դեմ, այլ այդ չար ուժերի դեմ, որ քշես, հեռացնես, դու կարաս ասես բաց թող, գնա, հեռացիր Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ այդ անունի մեջ այնքան զորություն կա, որ ոչ մեկ չի կարա դրա դեմը կանգնի, ասի չեմ անում։ Մնում է ստեղ քո հավատքը։ Քո հավատքը։ Գիտես ինչ զորավոր զենք է։ Ուժեղ հավատք եւ Հիսուս Քրիստոսի անունը։ Հայերեն ասած դրա դեմ խաղ չկա։ Ուզում ես չէ լինի զորացիր հավատքով։ Փառք Հիսուսին։ Հրաշքները լինում այն ժամանակ, երբ մարդը ազատագրվում է։ Իսկ ազատագրվելու համար մեզ պետք է հավատք։ Հրաշքները մենք ուզում ենք, բայց պետք է ազատ լինենք, պետք է մեր միտքը ազատ լինի, մեր սիրտը ազատ լինի, մենք պետք է ապրենք աստվածային ազատության մեջ, որովհետև ժողովուրդ կա այդ կապանքները, այդ խավարը կա, գալիս է, բռնում է մարդկանց, կուրացնում է, մարդիկ չեն տեսնում, մարդիկ չեն հասկանում, իրենց չի բացվում, բայց այդ ամեն ինչը տրված է մեզ։ Նոր չպետք է տա, Հիսուս արդեն տվել է, Հիսուսը խաչի վրա արդեն տվել է։ Մնում է մենք դա օգտագործենք, հավատանք եւ օգտագործենք, առանց հավատքի չի օգտագործվի։ Հավատանք եւ օգտագործենք, որ ազատ լինենք, ազատ ապրենք։ Մարդու դեմ չի, խնդրում եմ, ոչ մեկի դեմ մի չարացի, ոչ մեկի դեմ մի ջղայնացի, մի բարկացի։ Այլ դու կարաս այդ մարդու համար աղոթես, կարաս այդ մարդուց պարտադիր չի գնաց ձեռքը դնես վրան, հրավայես, թող այդ մարդը իր համար ապրի, դու ունես այդ իրավունքը, այդ ուժը, ասելու դուրս արի, բաց թող իրան, թող ինքը լուսավորվի, մնացածը ինքը արդեն կերևա, կմտնի դրա մեջ, թե չի մտնի, բայց այդ ազատությունը քեզ տված է, մեզ տված է, եկեք ազատ ապրենք, հալելույա։ Վերջի տեղը կարդանք միասին։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-ից 9-րդ խոսքը։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գոռոզ առյուծի պես մանա գալիս, թե որին կուլ տա։ Որին հակառակ կացեք հավատքով հաստատված։ Գիտենալով, որ ձեր եղբայրներն են, որ աշխարհի մեջ են, նույն չարչարանքներն են քաշում։ Ոնց հակառակ կանգնենք, հավատքով հաստատված։ Հավատքով հաստատված մարդը չի կասկածում։ Հավատքով հաստատված մարդը իշխանություն ունի մեղքի վրա։ Կարա չէ մեղքը մեզ տանջի։ Ձեզ չէ ինձ։ Հավատքով հաստատված մարդը իշխանություն ունի հիվանդության վրա։ Կարա չէ հիվանդությունը գա մարդու կյանքում, բայց դու իշխանություն ունես դրա վրա։ Ինչի՞ չես գործածում այդ իշխանությունը։ Հավատքով հաստատված մարդը իշխանություն ունի նյութական եւ հոգեվոր աշխարհի վրա։ Դու պատկերացնում եք,
Տեսեք, Հիսուսը մի կողմի վրա չէր, չէ, մենակ զորացած, ամեն տեղ էր, Հիսուսին փող էր պետք, ասում էր գնա ձուկը բռնի, ձկան բերանից, փողը հանի, թանկարժեք քարը հանի, տարբեր հարցերը լուծի, նյութական էր, ուներ իշխանություն, ուներ, Հիսուսը կարողանում էր կերակուրը բազմացներ, հացը և ձուկը խնդիր ուներ, չուներ, Հիսուսը իրավունք իշխանություն ուներ, հոգևոր աշխարհի վրա ուներ, ասում է դևերը նրան հնազանդվում էին, փախնում էին նրանից, իշխանություն ուներ, մեծ ծովի փոթորիկը կանգնեցնելու ուներ, օգտագործում էր, որտեղ հավատք ուներ մեծ։ Եվ այդ ամեն ինչը Հիսուսը փոխանցել է ինձ ու քեզ։ Մնում է մենք հավատանք եւ օգտագործենք հոգեվոր աշխարհում, նյութական աշխարհում, հիվանդության վրա, անեծքի վրա, վախերի վրա, մեղքի վրա։ Եվ երբ որ կարողանանք հավատանք եւ օգտագործենք, մեր կյանքերում կգա այդ ազատությունը։ Դու ազատ կապրես, դու հանգիստ կապրես, դու խաղաղության եւ օրհնության մեջ կապրես։ Եվ սիրելիներ, եկեղեցին այնտեղն է, որ մենք լցվում ենք հավատքով եւ սովորում ենք ինչպես գործածել, օգտագործել այդ հավատքը, որպեսզի ունենանք օրհնված եւ հաղթական կյանք։ Ամեն, դու ուզում ես ունենաս օրհնված եւ հաղթական կյանք։ Քեզ շատ մոտ է։ Հենց հիմա քեզ կապած է։ Ումա վերցնես եւ ապրես այդպես։ Փառք Աստծուն, Փառք Տիրոջ, եկեք ոտքի կանգնենք։ Փառաբանության խումբը թող գա եւ ծառայողները պատրաստեն հաղորդությունը եւ ես կարճ խոսամ նաեւ հաղորդության մասին, որից հետո հաղորդություն կունենանք միասին, սիրելի եկեղեցի, եւ կաղոթենք, երկրպագենք Տիրոջը եւ շարժվենք առաջ։ Փառք Տիրոջ, եկեք երկրպագենք Աստծուն։ Փառք քեզ Տեր, շնորհակալ եմ Հիսուս։ Առաջի Կորինթացիներ 11-րդ գլուխ 23-ից 26-րդ խոսքը։ Որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսը այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Առեք եւ կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար»։ Այնպես էլ ընթրիքը ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որովհետեւ քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա, Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ եւ խոսք ասում է կոտրվեց, նրա մարմինը մեր բժշկության համար, մեր ազատության համար, եւ Տերը իր կյանքը զոհեց եւ մեզ ազատեց այո մեղքից, անեծքից եւ մահից։ Եվ նրա սուրբ արյունը թափվեց եւ մեզ ազատեց մեղքից։ Մեղքի կապանքից մեզ ազատեց։ Եվ ամեն ժամանակ խոսքը ասում է, երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք հիշում ենք Տիրոջ արած մեծ գործը, հիշում ենք Տիրոջ մահը եւ վերապրում ենք նրա հարությունը։ Եվ Տիրոջ հարության զորությունը այստեղ է, որպեսզի մեզ տա կյանք եւ ավելի, եւ ընդունելով Քրիստոսի մարմինը, որ այս հացը Քրիստոսի մարմնի խորհուրդն է, որ կոտրվեց, շրվեց մեզ համար
Եվ այս գինին, որը ալկոհոլային չի, Քրիստոսի արյան զորությունն է։ Եվ սա ընդունելով մենք մեր ուխտը նորից նորոգում ենք Տիրոջ հետ, որ այո Տեր, մենք համաձայն ենք քեզ հետ, մենք ընդունում ենք քո մարմինը եւ ընդունում ենք քո արյունը, որ այն բերի մեր կյանքերում բժշկություն եւ բերի մեր կյանքերում ազատություն։ Խնդրում եմ, որպեսզի բաժանեք եւ նորից մենք կերկրպագենք եւ նորից մենք կաղոթենք, կապաշխարենք, ներում կխնդրենք Տիրոջից եւ հաղորդություն կունենանք միասին։ Ամեն։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը սիրելիներ։ Եվ վերցնենք օրհնության խոսքերը, փառաբանենք Տիրոջը եւ գնանք խաղաղությունով։ Թող Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը բարձրացնի երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը պայծառեցնի իր սուրբ երեսը քեզ վրա եւ իր աստվածային խաղաղությունը տա քեզ։ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Փառք մեր Աստծուն, փառք Հիսուսին։ Փառաբանենք Տիրոջը ևս մեկ անգամ ժողովուրդ ջան, եւ գնանք խաղաղությունով։ Թող Տերը օրհնի ձեզ։ Ամեն։